Մեկ էլ եկեք քննարկենք ռեգրեսիոն մետրիկաների գաղափարը։ Մենք միջավես ասում ենք, ընտրում ենք, թե ինչ սխալանք ենք մինիմիզացնում, ռիսկը ինչն է, ասենք, միջին քառակուսային շեղում ու աշխատացնում ենք օպտիմիզացիայի ալգորիթմ, որ այդ loss-ը կամ այդ ռիսկը մինիմիզացնի։ Օրինակ կլասիֆիկացիայի դեպքում հետո կտեսնենք, որ դա cross entropia կոչված բանն է, որ բանից գիտենք, կամ binary entropia ինֆորմացիայի տեսությունից գիտենք, որ ինքը բանաձևով ընդհանրապես ինչ որ տենց այնպես բան չի, որ գնաս ինչ որ ոչ տեխնիկական մարդու բացատրես ինքը հասկանա միանգամից, ասի հա շատ լավ է։ Նաև այնպես բան չի, որ ասենք մեր բիզնեսի համար օրինակ կարևոր լինի, էլի։ Պետք է արդեն գալ այնպես բաների, որ օքեյ, օպտիմիզատորը սիրում է sense loss-եր, բայց մարդիկ էլ սիրում են ինչ որ ուրիշ բաներ։ Պրոյեկտների համար կարող է ինչ որ ուրիշ բաներ։ Օրինակի համար կարող է ունենք մի հատ համակարգ, որտեղ ասենք 100 հատ մեյլ ունենք, մի հատը սպամ է, ուզում ենք սպամեր գտնենք, Մա մոդել լինի, որ ուղղակի տպում է բան, ասում է մոդելը մեյլը օքեյ է, սպամ չի, ու այդ մոդելը կունենա 99% ճշտություն։ Բայց բային պետք չի էս մոդելը, որտեղ ինքը երբեք սպամ չի գտնում, ինքը ուղղակի print սպամ չի մոդելը։ Ու օպտիմիզացիայի տեսանկյունից էլ կարող է նայենք իր սխալանքին, log loss-ին, տեսնենք շատ մեծ թիվ չի, ասենք դե լավ է երևի, բայց այդ ինչ կապ ունի մեր լուծած խնդրի հետ։ Ոչ մի կապ չունի։ Կամ օրինակ, եթե ռեգրեսիայի օրինակով գնանք, կամ օրինակ մի հատ մոդել ունենանք, որ օրինակի համար ուզում ենք հերթի երկարությունը գուշակի մոդելը, ինչ որ early one-ի կարգի բան օրինակ, ու ինքը մեկը լինի, որ տենց միշտ 10 րոպեով ծուռա գուշակում, մի հատն էլ լինի, որ տենց միշտ բավականին ճշմարիտ է, բայց մեկ-մեկ 3 ժամով սխալվում է։ Հիմա երկուսն էլ կլինեն այն մոդելները, որ լավագույն միջին քառակուսային շեղում ունեն իրանց դասի համար կամ իրանց համանախապակումներով։ Բայց հիմա վերջը ոնց որ տնօրենը գա ասի, հն որ մոդելը օգտագործենք, ինչ ենք պատասխանելու իրեն։ Կախված է նրանից, թե մեզ ինչն է կարևոր։ Եթե մեր համար օրինակ անթույլատրելի է, որ ինչ որ մարդը գա ու 2 ժամ ավել հերթի մեջ կանգնի, քան մենք իրան խոսք ենք տվել, իրան կասենք A մոդելն ենք ուզում։ Եթե մենք օքեյ ենք, որ բան, ինչ որ մի քանի հոգու շատ վատ հուշակություն տված լինենք, բայց հիմնականում մեծ մասը գոհ լինի, B մոդելը պետք է տանք։ Հիմա կախված սրանից արդեն փոխվում այն, թե մենք ինչին ենք ուշադիր լինում։ Սրանց անվանում ենք evaluation մետրիկաներ։ Օպտիմիզացիայի համար չեն իրանք evaluate անելու համար, իրանք գնահատելու համար են, ու մետրիկաներ ուղղակի տենց ոնց որ բիզնես տերմին է ավելի շուտ, մաթեմի հետ ոնց որ չափի տեսության մետրիկայի հետ կապ չունի, ինքը ուղղակի գնահատելու համար ֆունկցիա կարճ ասած, էլի։ Հա, հիմա տեսնենք, թե ինչ ձևերով կարանք բան անենք, այսինքն loss-ը թողում ենք մի կողմ, այդ հիմնականում միջին քառակուսային շեղում է լինում կամ cross entropia, դրան չենք կպնում, այդ ստանդարտ է, բայց թե ինչ մետրիկա ենք ուզում, արդեն մեր համար է պետք։ Մեր reporting-ի համար է պետք, այսինքն ուրիշ մարդկանց բացատրելու համար է պետք, ու մեր ընտրություն կատարելու համար է պետք։ Օրինակ hyperparameter tuning-ը, որ անում ենք, մենք հիմնականում ոչ թե անում ենք իրան ընտրի այն մոդելը, որ ամենացածր միջին քառակուսային շեղում ունեցանք, այլ չէ, միջին քառակուսային շեղումը ցածր լինելը չի մեզ կարևոր։ Միջին քառակուսային շեղում նվազեցնելը մեր համար գործիք է, մեր ուզած արդյունքի հասնելու համար, բայց մեր ուզած արդյունքը դա ցածր մետրիկայի արդյունք է ըստ մեր սկզբունքի, կամ օրինակ բարձր ճշտություն, ցածր մաքսիմալ շեղում, որ ոչ մեկի շատ սխալ չասենք։ Ու արդեն կախված է, թե մեզ ինչա պետք։ Մենք երբեմն կարելի հարկը նույն բանը լինի, կարող ոնց որ երկու դեպքում է MS-ի նվազեցնենք։ Պարտադիր չի որ տարբեր լինի։ Այդ կլասիֆիկացիայի դեպքում 99% դեպքերում ոչ մի մարդ չի գալու ասի, այս մոդելը ուզում եմ բան անեմ, տանեմ աշխատող համակարգի մեջ, ինչքան է իր բանը, cross entropy-ան։ Okay։ Դե մի քանի ընտանիքով հեսա կգնանք։ Այստեղ սա վերաբերվելու է ռեգրեսիային, հետագայում տարբեր թեմաներով ուրիշ բաներ ենք անելու։ Կլասիֆիկացիայի համար ենք առանձին նայելու, հետո clustering-ի համար ենք առանձին նայելու, հետո text generate-ն առանձին իր անուններով, նկարներ, բանը, մի խոսքով, ամեն մեկը իր ընտանի, ոնց որ իր զապարկը ունի մետրիկաների գազանանոցը։ Սկզբում նայենք ոնց որ բացարձակ արժեքով, ինչ որ ինչքան մեծայով մետրիկաները, հետո ըստ ռանգի, ասենք առաջի ամենամեծ, երկրորդ ամենամեծ եւ այլն, հետո մի հատ ինչ որ գրաֆիկներ ու մի հատ է փուճուր նշում որպես
ինֆորմացիոն կրիտերիա կոչվածով նայողները, որոնք որ մի քիչ ավելի վիճակագրական գործիք են, բայց ուղղակի ամբողջականության համար իրենց է նշենք։ Բացարձակ արժեքովները դրանք բարմատ բանն են։ Միջին քառակուսային շեղում ինքը, եթե օրինակ բան, ունենք ինչ որ դոլարներով շեղում, իր միավորը դառնում է ոնց որ դոլար քառակուսիներով շեղում, կա արմատ միջին քառակուսային շեղում, որը ոնց որ միավորը հետ է բերում այն միավորի, որը որ մեր համակարգում կա, քառակուսի հետո արմատ ենք անում։ Ու իր տիրույթը մի քիչ ավելի փոճուր է, մի քիչ ավելի հաճելի է իր հետ աշխատել, բայց միտքը նույնն է, էլի, ոնց որ պրոստը մեկը մյուսի արմատն է։ Հա, այդ քառակուսայինները։ Ու կա mean absolute error-ը, mean squared error ու mean absolute error։ Mean absolute error-ը այդ ուղղակի ոնց որ բացարձակ արժեք ենք հաշվում։ Այստեղ y-y1-ի գրաֆիկն է գծած, այսինքն residual-ի, մեկը սենց ավելի թեթև բարձրացող բանա, կոնչեմ, մոդուլա, մյուսը պարաբոլա։ Ու պարաբոլը ոնց որ մեծ թվերի դեպքում սկսում է արդեն լավ լուժ լինել, այսինքն եթե outlier ունենք, մի հատ ինչ որ մի հատիկ տարօրինակ կետ ունենք, ինքը շատ ուժեղ ազդեցություն կունենա MSE-ի վրա, բայց MI-ին շատ ավելի բան է, ավելի քիչ զգայուն է իր նկատմամբ։ Ու հա, ու ոնց որ որպես մոտեցում կարելի է RMS-ին պատմել ուրիշ մարդկանց, որտեվ ինքը ոնց որ նույն չափման միավոր ունի Y-ի հետ, մեր թիրախի հետ, բայց մենք նվազեցնենք MS-ին։ Հա։ Կա նաև MAI-ից բացի, այս որ ասում ենք միջին բացարձակ շեղում, սա արդեն բավականին ավելի ճկուն է, քան թե ավելի քիչ զգայուն է outlier-ներին, քան քառակուսայինը, բայց մի հատ էլ կա մեդիան absolute շեղում, ուղղակի միջինի փոխարեն մեդիան ենք վերցնում։ Էլ ավելի, ոնց որ ինքը ասում է, ոնց որ 50% դեպքերում ինչքանով ենք մենք սխալվում, սենց ասած, էլի, մեր ոնց որ այն մեջտեղի սխալանքը ինչքան է իրենց ներկայացնում, ինքը բավականին հարմար բան է ռեպորտ անելու համար, էլի, իսկ ուրիշներին պատմելու։ Ու շատ-շատ ավելի քիչ զգայուն է բանի նկատմամբ outlier-ների։ Ու ընդհանրապես outlier-ների հետ կապված, եթե պատկերացնենք ունենք, ասենք 10 հատ գուշակություն, 9 հատը 1000 դրամով է ծուռ, մի հատը 100,000 դրամով։ Այստեղ եթե հաշվենք ամեն մեկը, այս MS-ին ունենալու է 9 անգամ 1-ի քառակուսի, անգամ 1 ու գոնած 1 անգամ 100-ի քառակուսի, այստեղ հազարները չեմ դրել։ Սա լինելու է ոնց որ տենց շատ ավելի մոտիկ այս մեր 100-ի քառակուսի 10-րդին, քան թե այս 1-ի քառակուսի։ Այսինքն դոմ այս outlier-ը լրիվ քաշեց իր վրա սխալանքը։ RMS-ին ասելու է միջինում 32-ով ենք սխալվում, ինչը ընդհանրապես ոչ մի մեզ չի պատմում, որովհետև կրկին ոնց որ կամ 1-ով կամ 100-ով ենք բանանում, ինքը գալու է դեպի այս 100-ի մոտիկ, որովհետև դե outlier-ը էլի իրան քաշել է դեպի իր կողմ։ MI-ին արդեն կլինի 19, ավելի մոտիկ կլինի այս մեր սովորական 1-ին, քան թե 100-ին, բայց կրկին ոնց որ այդքան էլ են չի, էլի դոմինանտ, էլի մի իր վրա ազդում է այս outlier-ը, բայց շատ-շատ ավելի քիչ։ Ահա որ ավելի քիչ, ասենք 1000-ից իջավ 100, իջավ 10։ Իսկ մեդիանը ուղղակի ուղիղ 1 ասելու, ինքը իրան հեչ կարևոր չի այդ outlier-ը, լրիվ ոնց որ բանտեղ չդրեցի իրան։ Լավ, սրանք բացարձակ արժեքով էին։ Հիմա կան ռելատիվ մետրիկաներ, որ ասենք 20-ով ծուռա, այդ 20-ով ծուռան կարող է ասենք 1 ու 21 ա եղել, թե 1000 ու 1021 ա եղել, բայց մի հատ տենց բավականին ստանդարտ ընդունված բան դա r քառակուսին է։ Իրան ավելի ճիշտ կլինի ասել r2 կամ իրան ավանսման բան, բացատրված վարիացիայի տոկոս կամ չափաբաժին։ Իրա միտքը հետևյալն է, ինքը ոչ թե ուղղակի համատում է, թե ինքը ոչ թե ասում է բացարձակ արժեքով ինչքան լավն է մոդելը, այլ ինքը համատում է իրան մի հատ սկզբնական մոդելի հետ, ասենք, baseline մոդելի հետ։ Baseline մոդելը հիշում եք, որ ասում է օրինակ եթե բան բինար կլասիֆիկացիա պետք է անենք, baseline-ը կոպեկ գցելն է, այսինքն 50-50-ն է։ Եթե գուշակություն պետք է անենք ու միջին քառակուսային շեղում ենք նվազեցնում, baseline-ը դա միջին գուշակելն է։ Հիմա r քառակուսին ինչ է անում, ասում է ինչքանով է ավելի լավը մոդելը, որը որ գուշակում է զուտ միջին, այսինքն իր սխալանքները ստեղ սրանք են լինում։ Ու մեր մոդելը, այսինքն ինքը ունի ստեղ y-ի մինուս y գլխարկ քառակուսի,
Սա միջին քառակուսային շեղումն է միջին մոդելի հետ, baseline մոդելի հետ։ Սա որպես հայտարար է վերցնում ու հարաբեր բանն է լինում, ու սա իմիջիայլոց որ խիա վարիացիա կոչվում, ստեղ ըստեյության մենք արժեքներից հանում ենք իրանց միջինը ու դրա քառակուսին ենք վերցնում, ինչը ոնց որ մեր մոտ էս բանն է, էլի։ Հենց վարիացիան է լինում, էլի։ Դրա համար ասում ենք ինչքան վարիացիա ունենք սա ընդհանուր, ու հիմա դրանից ինչքանն է բացատրվել, այդ մեր փոչերն է լինում այս իսկական մոդելի գուշակությունները օգտագործելու։ Այս հարաբերությունը դառնում է այդ բացատրված վարիացիայի տոկոսը, մեկից հանած դա էլ դառնում է մեր գնահատականը։ Եթե մոդելը 1-ի է հավասար, նշանակում է շատ ֆանտաստիկ է, ոնց որ իդեալական բան ունենք։ Սրանք իրար հավասար են, ինչքան վարիացիա կար պոտենցիալ, ամեն ինչ բացատրել ենք, այս բանը եղած մեր մոդելը baseline-ից շատ-շատ ավելի լավն է։ Ներողություն, երբ որ խափեցի, երբ որ սրանք իրար հավասար են, 0-ի դեպքն էր թարս ասացի։ Եթե սրանք 1-ի են հավասար, ստացվում է ոնց որ այսա հայտարարը համարյա 0 է, համարիչը ինչ ուզում է լինի, այսինքն սխալանքը լրիվ նվազեցրել ենք, կարելի ասել իդեալական մոդել։ Եթե արքառակուսին 0 է, նշանակում է սրանք իրար հավասար են, նշանակում է ոնց որ միջին գուշակություն անելը ավելի լավ չի, քան թե ուղղակի բան, մեր մոդելով գուշակություն անելը։ Ու ստեղ մի հատ շփոթացնող բան, որը որ պոտենցիալը կարա արքառակուսին լինի նաև բացասական։ Արքառակուսի չի նշանակում ինչ որ բանի քառակուսի։ Եթե օրինակ մեր մոդելը նույնիսկ տրենդը սխալ է բռնացրել, այսինքն այսպես է գուշակում, միջինից էլ վատ է, ուրեմն արքառակուսին կլինի բացասական։ Սա ռեգրեսիա անելուց նորմալ, եթե կոնֆիգուրացիա ունենանք, ասենք θ0 գումարած θ1 x եթե կա, θ0-ն որ մեջը կա, գիտենք գոնե ինքը միջինից ավելի վատ չի սովորի, էլի, եթե ալգորիթմը նորմալ աշխատում է։ Այսինքն պրակտիկ, եթե բացասական արքառակուսի եք ստանում, ուրեմն հաշվեք, որ կոդի սխալ ունեք։ Մեր հետ օրինակ տենց եղել է մի հատ բան, ուրիշ թիմի սարքած բան օգտագործում էինք, մեջը մի հատ բան սխալ էինք ֆիքսել ու նայեցինք, տեսանք, հոպ, արքառակուսի -5 միլիոն, ասցինք դզեց։ Սենց բան էլ է փաստորեն լինում, վերջը պարզվեց այնտեղ կոդային սխալ ունեինք։ Բայց մի խոսքով էս արքառակուսու լավը այն է, որ ինքը տենց շատ հասկանալի է, համատում է baseline-ի հետ։ Ու ինքը տիրույթ ունի։ Ասենք բացասական է, գիտենք միջինից վատ է։ Մեկին ինչքան մոտիկ է, գիտենք այդքան լավն է։ Մեկն է գիտենք այդ իր այն ամենահնարավոր բարձր արժեքն է, որ կարա լինի։ Բայց այս արքառակուսին ունի մի հատ sense խնդիր։ Եթե տվյալները շատացնենք, ասենք ավելի շատ տվյալների վրա փորձարկենք իրան, արքառակուսին կարա մեծանա, բայց մոդելը ավելի լավը չդառնա։ Այսինքն այս պարամետրը գնալով մեկին մոտիկանա, բայց մենք չջոգենք, որ ինքը ավելի վատ մոդել, որ մոդելը լավը չի։ Ինչից կարա լինի դա ազդա ժողովուրդ։ Կարա գուշակություն փորձեք անել։ Գլխի կարա մեզ խափի այս արքառակուսին։ Հիշեք իր միտքը որն է, ինքը մեզ համեմատաբար բան ասում, էլի հարաբերական բան է, չէ՞ ասում։ Ինչ հարաբերական։ Այսինքն ոնց որ մեր միջինը փոխվի, գա մեր մոդելին մոտենա ավելի։ Ոչ թե մոտենա, միտքը ճիշտ է, ոնց որ մենք ստեղ ասում ենք, թե ինքը ինչքան ավելի լավ է միջին գուշակողից, ասենք այս քիչ տվյալների վրա միջին գուշակողը կարող ասենց մի բան լինի։ Հիմա տվյալները որ շատացնենք, մի բան որ կարա տեղի ունենա, դա նա որ ուղղակի այդ միջինը ավելի վատ սկսի աշխատել։ Այսինքն ոչ թե արքառակուս, ոչ թե մոդելն է սկսել ավելի լավ գուշակել, չէ, մոդելը նույնն է։ Ուղղակի միջինը դառել է ավելի վատ baseline։ Այսինքն այստեղ մեր MS-ին օրինակ նույնը լինի, բայց արքառակուսին մեծանա։ Դրա համար եթե ասենք տարբեր դատասետներ ա, որ ասենք տարբեր կետերի քանակը տարբեր է, այդտեղ արդեն արքառակուսի համատելը անարդար է դառնում, որովհետև կարա ուղղակի ոնց որ մեր պատկերացրած թույլիկ մոդելը դառնա ել ավելի վատը, ստացի ոնց որ x-ը բաժանած ավելի փոքր թվի, սա կդառնա ներողություն ավելի մեծ թվի, ավելի վատն է դառնում։ Հայտարարը կդառնա ավելի փոքր, մեկ հանած բանը կդառնա ավելի մեծ, բայց իրականում ոչ մի լավացում չի եղել։ Այնտեղ adjusted արքառակուսի մետրիկա կա, որ այդ տվյալների կետերի քանակը հաշվի առնում բանման, բայց եթե նույն դատասեթի վրա ենք փորձարկում, այսքան տվյալների փոփոխություն չի լինում, արքառակուսի օգտագործելու նորմալ է։
Հա, adjusted-ը ուղղակի հաշվի առնում n-ը ու p-ն, այդ feature-ների ու տողերի քանակները, ու կամ մի հատ էլ ընդհանրացված առքառակուսի, որը նույն սկզբունքն է օգտագործում, ուղղակի ոչ թե ասում է բռնի այս մոդելի սխալանքդ բաժանի այդ միջին գուշակող մոդելից, այլ ինչ-որ ուրիշ baseline-ից։ Կարող օրինակի համար մեր baseline-ը ոչ թե միջին գուշակելն է, այլ օրինակ բան, նախորդ ունեցած մոդելը, ասենք պրոյեկտ սկսել ենք, կլիենտը արդեն մի հատ ինչ-որ մոդել ունեցել է, հիմա պետք է այդ իր մոդելից ավելի լավը լինենք։ Հիմա մեզ ավելի հետաքրքիր է նայել ամեն ինչ համեմատ իր մոդելի։ Հա, բայց միտքը նույնն է։ Ստեղից հարցեր, ժողովուրդ, այս առքառակուսին լավ կարևոր է, էլի ինքը իմ սիրած մետրիկաներից է օրինակ հաշվելու համար։ Ուրիշ համատականը դա տոկոսայինն է, ու այս տոկոսայինը մարդիկ շատ են սիրում։ Գտնեմ ոնց որ ոչ ML անողները էլի, այլ ասենք այն մարդիկ, որ պետք է հետո մոդելը օգտագործեն կամ որոշեն ինչ արվի հետը բանման, որտեվ տոկոսայինով ինքը ասում է y-ի հանած y-ի գլխարկ բաժանած y-ի, այսինքն քանի տոկոսով եմ սխալվել։ Ասենք 100 ա եղել, ասել եմ 110 ու 10 ա եղել, ասել եմ 11, երկու դեպքում ես ասում եմ 10%-ով սխալվել եմ։ Սրան ասում են MAP-ը, mean absolute percentage error։ Ու հենց ոնց որ բանձը ոնց ասում է, հենց դա է անում, սա խնդիրներ ունի։ Խնդրեմը նա որ ոնց որ այստեղ բացարձակ արժեք որ հաշվում ենք, եթե ասենք 100 լինի արժեքը ու մենք գուշակած լինենք -100, այդ -100 100-ը ոնց որ այսինքն դեպի ձախ գուշակությունները երբ որ գնա, այստեղ ստացվել է ոնց որ ինչ-որ պահից սկսած 100%-ով ծուռ ենք բան արել, ու հիմա այս 100%-ով ծուռից այն կողմ գնալուց կստացվի, որ ոնց որ լավ է մի քիչ թարսած, մի քիչ խառասցի, բայց այս 0-ին մոտենալու որ լինենք, այսինքն գուշակությունը մոտ սա է եղել, եկել ենք այսպես գուշակել ենք, գնալով մոտեցել ենք, հետո անցել ենք, սկսել ենք վատացնել։ Ներողություն, այստեղ մի հատ բան մոռացա ասեմ, որ եթե այստեղ ինչ որ իմաստային բան ունենք, որ օրինակ տանգին ենք ուզում գուշակենք ու բացասական չի կարող լինի մեր գինը, ստացվում է որ մենք ոնց որ մի ուղղությամբ մաքսիմում կարանք 100%-ով սխալվենք, այսինքն չենք կարող գնից ավելի շատ ծուռ գուշակած լինենք, էլի իսկականից, բայց դեպի աճ ավելի շատ է ինչքան ասած կարանք ծուռ գուշակենք, դրա համար ինքը դառնում է ոչ սիմետրիկ, կա իրան լուծում S map-ն, symmetric mean absolute percentage error-ը, բանձավը ստեղ երկու անգամ տտ ու ստեղ բաժանում է ոչ թե մի հատիկի արժեքին, այլ այս երկուսի գումարին։ Սա արդեն այս նախորդի խնդիրները լուծում է, բայց երկու ամեն դեպքում այս երկուսն էլ ավելի շատ բան են, էլի։ Ինչ որ ոչ տեխնիկական մարդիկ են իրանց շատ սիրում, ոչ թե տեխնիկական մարդիկ։ Okay. Ուրիշ ընտանիք այդ ըստ ռանգի ու իրար հետ կապերի այդ ասոցիացիաների բանն է։ Ստեղ էլ եթե հատկապես ուզում ենք ունենանք տենց հստակ միջակայքեր, կարանք մի քիչ տենց ոչ այդքան սուպեր ստանդարտ ձևով բռնենք ասենք եկեք կորելացիաներ հաշվենք։ Այսինքն ունենք արժեքներ, ունենք գուշակություններ, նայենք տեսնենք ինչքան են իրար հետ կորելացված։ Հաշվենք օրինակ ավանդական Pearson-ի կորելացիան, կամ եթե մոնոտոնություն ուզում ենք ուշադրի լինենք, հաշվենք Spearman-ի կորելացիան։ Ըստ դրա նաև օրինակ եթե Pearson-ը ցածր է, Spearman-ը բարձր է, կհասկանանք, որ հոп ոչ գծային ինչ որ մի հատ կապ ունենք ստեղ։ Չէ՞ դա արդեն գուշակությունն է լինելու, տվյալների հետ կուզենք կապը տեսնենք, բայց ամեն դեպքում սիգնալ կլինի մեզ հետաքրքիր։ Ու կարանք նաև իրանց հաշվենք։ Իրանք -1-ից 1 միջակայքում կլինեն շատ հաճելի է, բայց կարող է օրինակ հաշվել են, որ եթե օրինակ արժեքներ լինի 100, 200, 300 ու գուշակություններ լինի 1100, 1200, 1300, սրանք իդեալական կորելացված են լինելու իրար հետ։ Այս Pearson-ը որ հաշվենք ինքը մաքուր 1 է լինելու, որտեղ Pearson-ը բացարձակ արժեքով հեռավոր տարբերությունների համար բան չէր։ Ընդհանրապես զգայուն չէր։ Կարենք բռնենք տեղափոխենք այս կողմենկում արժեքը չէր փոխվի։ Բայց սա չէր նշանակի, որ ոնց որ մեր Pearson-ի կորելացիան կլիներ 1, նույնը Spearman-ը կլիներ իդեալական 1, բայց մոդելը կլիներ շատ վատ։ Դրա համար մենակ իրանցով պատմությունը չեն բավարարում, էլի պետքա ուրիշ բաներ է հաշվել։ Ես հիմնականում երկուսին ոնց որ համ ստեղի ընտանիքին եմ նայում, համ ընդեղի ընտանիքին եմ նայում, համ ինչ որ գրաֆիկներ եմ գծում։ Այցա, մի հատ արագ նշում ստեղ մեկ էլ այս ամբողջականության համար ուղղակի, ստեղ կա AIC, BIC կրիտերիաներ մեկ էլ, ակաիկ է ինֆորմացիայի կրիտերիա ու Bayesian ինֆորմացիայի կրիտերիա։ Սրանք
մոդելներ իրար մեջ համեմատելու համար են ավելի շուտ, ոչ թե մոդել գնահատելու, իրենց բացարձակ արժեքը շատ բան մեզ չի պատմում։ Բայց իրանք ասում են, արի մոդելի զուգամիտած լավագույն արժեքը հաշվի առնելուց բացի, նաև ներառենք բանաձևի մեջ իր բանը, բարդությունը, ասենք, քանի պարամետր ունի ինքը։ Որ ստացվի ոնց որ եթե ավելի հասարակ մոդել մի քիչ ավելի վատ արդյունքի է հասնում, այդ լինի ավելի տպավորիչ, քան շատ հզոր մոդել մի քիչ ավելի ցածր սխալանք ունենայի վերջո, ցածր ռիսկ ունենա։ Այդ երկուսի իրար մեջ ներառում է հաշվի առնելով կան մեր մոտ բանն է, պարամետրերի քանակը օրինը։ Ու նաև վերցնում է L-ը, այստեղ L-ը ոչ թե ռիսկն է, այլ maximum likelihood-ն է։ Այնտեղ դասենք, որ ռիսկի մինիմիզացիան maximum likelihood-ի մաքսիմիզացիային է համարժեք, դրա համար այստեղ նաև մինուսը է, այստեղ մաքսիմումի հետ են գործանում, ինչքան շատ այդքան ուրախ ենք։ Ու լոգարիթմն է իր վերցրած, այս BIC-ի մեջ բանաձևը կա անգամ լոգարիթմ ու կետերի քանակը հաշվի առնում, ասում են ինչքան ավելի շատ տվյալ ես տեսել, այդքան ավելի հեշտ է քեզ բան լինել, լավ մոդել լինել, չէ, ճիշտ ներողություն։ Լավ, բայց մի խոսքով որ շատ չխորանանք, ներառում է նաև մոդելի տեսած տվյալների քանակը։ Ու հա, սա շատ ավելի մաքուր վիճակագրականն է, իրան եթե ուզում եք Python-ով բանանեք, այս stats models գրադարանի մեջ կա ինքը, SQL-օրնի մեջ չկա էլ նույնիսկ։ Իրան զուտ իգիտություն է ուզում ասել, որ եթե ինչ-որ վիճակագրական շրջակայքում հայտնվեք, չզարմանաք այս տերմիններից, բայց ես անձամբ բան եղել է, որ սովորելուց հետաքրքրել է օգտագործել եմ, բայց ոչ մի ընտրության մեջ սա իմ մոտ դեր չի խաղացել։ Բայց սա էլ մոդելներից մեր, ներողություն մոդել չէ, տախառը մետրիկաներից, այսինքն թվային արժեքներից, որ մի հատ թվի ենք գալիս ի վերջո, ու մեր հաջորդ բանն է, որ օքեյ, թիվ ստացանք, հարմար է թվով համատել բանը, բայց ավելի լավ ուսումնասիրել մեզ գրաֆիկներ է պետք։ Օրինակ, որ չեն կարա, մի հատ թիվ եթե ստացել ենք, չեն կարա հասկանանք այդ նրանից ինչ որ 10 հատ փուճուր արժեք կար, մի հատ խայտարակ մեզ, թե ուղղակի 10 հատ արժեք ստերանք էր, այստեղ արդեն գրաֆիկներ է պետք, կամ ինչ որ նոր թվեր։ Մենք տեսնենք, թե ինչ գրաֆիկներ են այնպես ընդունված գծել։ Մի հատ ամենաստանդարտը է գծել իսկական արժեքը ու գծել գուշակությունը։ Իդեալական դեպքում սենց անկյունագծի վրա կլինեն ու նայել տեսնել, թե ինչքան է այս անկյունագծից շեղվում։ Ըստ սրա արդեն նաև կտեսնենք ոնց որ ինչքան ավելի մեծ արժեքներ լինում, այդքան ավելի շատ է սխալվում։ Այստեղ օրինակ տենց բան կարանք նկատենք։ Կամ միանգամից ուղիղ այս տարբերությունը վերցնենք ու այստեղ տարբեր y-ների համար գծենք, թե ինչքանով է սխալվել ինքը, ասենք y-ը եղել է 400, ինքը սխալվել է այդ կետի համար 1-ով օրինակ։ Սա արդեն մեզ կարա պատմի, օրինակ, եթե սենց ինչ-որ պատկեր է, սան ասենք, որ ինքը բան է, հոմոսկեդաստիկ է։ Ինչ որ ուղղակի նույն ձև ոնց կա, տենց գնում է։ Տիրույթի տարբեր ինտերվալները չեն ազդում սխալանքի չափերի վրա։ Բայց եթե օրինակ տեսնում ենք լայնանումը, նշանակում է արժեքները ինչքան մեծանում է, այդքան սխալը մեծանում է իրեն։ Սա հետերոսկեդաստիկությունն է կոչվում։ Օրինակ բան, մեր մոտ դեպք եղավ, ասենք այս տանգներով օրինակ list-ից բանմանից հավաքած տվյալների վրա մոդելը որ սարքում էինք, այնտեղ բան էր։ Հասկացել էինք, որ թանգանոստների վրա շատ վատ է աշխատում մեր մոդելը, ու տենց իրոք ոնց որ զգալի տարբերություն կար, էլի թանգանոստների միջև եղած օրինաշապություն ու ոչ թանգանոց։ Այդ ասենք այսպես գրաֆիկների շնորհիվ ենք դա հասկացել ու արդեն դրա լուծում տվել, եթե չեմ սխալվում, լուծումը այն էր, որ երկու մոդել ունեինք։ Մեկը թանգանոստների համար, մեկը սովորականների համար, ունտեղ ինչ որ կրիտերիա կար, էլի ոնց հասկանալ, թե որ տան հետ գործ ունենք, որտեվ երբ որ նոր տուն է գալիս, չգիտենք իր գինը, էլի պետքա գուշակենք, ասենք մեծ ու փոքր տուն պատկերացրեք լավ որպես։ Բայց հա, սա դրա ստանդարտ գրաֆիկ, լավ վահակային օգտակար ու հասկանալու համար հեշտ։ Նաև կարելի է այստեղ ոնց որ այս սփռվածության փոխարեն բան անել, այս սրա փոխարեն արմատը վերցնել, մի քիչ ավելի հարմար գրաֆիկ լինի, ասենք այդ տիրույթներում, լավ, այսքան մի քիչ շատ ենք խորանում։ Հա, այս մի հատ ստանդարտ գրաֆիկ ու տենց շատ չխորանալու ժանրից մեկ էլ ասեմ մի հատ բան, որ ներառում եմ մենակ որովհետև ինքը R ծրագրավորման լեզվով անելուց ամենաստանդարտ բաներից է, R-ն է ոնց որ վիճակագրության համար լեզուն է։ QQ plot-ը, quantile plot-ը, ինքը ինչ է անում, ինքը վերցնում է այս մեր ծուր գուշակությունները, residual-ները, այսինքն y-y գլխարկները, իրանց սորտավորում է փոքրից մեծ,
Ասում եմ հիմա այս սխալանքները որ կա, այսինքն ես մեր ծուր գուշակությունները ինչքանով են բռնում նորմալ բաշխման հետ, որտեղ մենք ենթադրություն ունենք, չէ՞, որ ասում ենք մեր սխալանքները գայիս են նորմալ բաշխումից օրինակ։ Ու նայում ասում եթե նորմալ բաշխումից գային, այս ամեն մեկը տոկոսով քանիսից ավելի առաջ կլիներ, այսինքն նայում է իր կվանտիլը։ Տեսական դեպքում, այսինքն այս միջինով ինչ որ ստանդարտ շեղումով եթե գծեինք, սա օրինակ այս միջինը կլիներ իր 50%-ով կվանտիլը։ Այսինքն մեջտեղ մեդիանը կլիներ։ Հիմա իրականում որն է։ Այդտենց այդ իրական ու բան գրաֆիկա գծում, տեսական կվանտիլ ու էմպիրիկ կվանտիլ, իդեալական դեպքում իրանք մի գիծ են կազմում։ Եթե տեսնում ենք, ստեղ ասենք ինքը վերևում սկսում է վերև գնալ, նշանակում է ինչ որ բան։ Մեծ արժեքների դեպքում սխալվում է իրան վատ պահել։ Նույնիսկ եթե օրինակ փոչերում է իրան վատ պահում, այսինքն այնտենց շատ փոքր ու շատ մեծ ծուրերը վատ է անում, տեսնում ենք որ օքեյ, էլի ինչ որ էքստրեմալ դեպքերում հետարքություն գոյություն ունի, ու դա է մեզ ազդակ լինում գնալ տեղ մի քիչ ուսումնասիրություն անել։ Okay։ Մի հատ էլ գրաֆիկ, որը որ տենց կրկին ցավի վրա է հիմնված։ Մի հատ մոդել ունենք, որ իրան բավականին վատ էր պահում, բայց պարզվել էր ոնց որ մի հատ կետ կար, outlier էր, այդ outlier-ը չէինք հանել, կամ չեմ հիշում, կարող նույնիսկ outlier-ները հանելու փուլ ունեցել էինք, ինքը դրան գոյատևել էր։ Իսկն այդ ալգորիթմը outlier չէր համարել իրան, բայց ինքը իրականում լավ էլ outlier էր, ու ասենք սխալանքը մեծամասամբ իր պատճառով էր լինում։ Ասենք այդ մի հատիկ կետը փոխում էիր, ասենք այս 10 հատ կետա տվյալում է, 10 հատ կետով գծում էիր գրաֆիկը սենց էր լինում, մի հատ ինչ-որ առաջի կետը փոխում էիր գրաֆիկը այսպես էր լինում, երկրորդը փոխում էիր գրաֆիկը սենց էր լինում, ինչ-որ 8-րդ կետը, որ ինչ-որ ես մի շատ վատ կետ էր, փոխում էիր գրաֆիկը այսպես էր լինում։ Այսինքն մի հատ կետ բռնում է իր վրա է քաշում լիքը բան։ Ինքը ունի շատ բարձր leverage կոչվածը, շատ բարձր ազդեցություն ունի։ Ու սրա ցենց բաները բացահայտելու համար օգնում է cookie distance կոչվածը, բանաձև բանման չեն խորանա, բայց իդեան է նա, որ բռնում է բանը անում։ Նայում է ոնց որ առանց ինչ որ կետի ինչքան կփոխվեր պատկերը, ըստ դրա ամեն կետի համար արժեք է ունենում ու տենց ամենաշատ ազդեցություն ունեցող կետերին կարանք բռնենք ու հեռացնենք տվյալների մեջից մենք։ Մեկ էլ մի հատ նշում, որ ոնց որ այս ամեն ինչում ուղղակի ոնց որ ավելի բարդ մեծ հորիզոն ունենալու համար նշում, ավելի խորը չեն գնալու։ Մենք ստեղ որ օգտվում ենք, մենք որ ասում են գծային ռեգրեսիա ենք անում, իրան անվանում են նաև բան mean regression, որտեղ ինքը մեզ տալիս է գուշակություն մի հատիկ թիվ։ Կան մոտեցումներ, որոնք որ մեզ գուշակություն որպես տալիս են բաշխումներ, ասենք distributional regression կոչվող բանը, ու արդեն տես տեղերում մենք նաև ունենում ենք confidence ինտերվալներ։ Կամ մոտեցումներ, ասենք ռեգրեսիաներ է սարքում, մեկը գուշակի միջին մեդիանը, մեկը գուշակի կվարտիլը ինչ որ կոնկրետ ու տենց տարբեր ձևերով էլի բաշխում է ստանում։ Սրանք շատ-շատ ավելի մաքուր վիճակագրական բանից են, էլի մենք ML-ի մեջ իրանց կարելի ասել երբեք չենք օգտագործում, բայց ուղղակի հաշվի առեք, որ նաև դեպքեր ալնում, որ ունենք բան։ Պոտենցիալ կարելի լինի դեպքեր, որտեղ մի հատիկ թվի փոխարեն արդեն ունենք ինտերվալ։ Կամ նաև մենք է կարանք ինտերվալ ստանանք, ասենք bootstrapping անենք, ինտերվալ ստանանք, այդ վիճակից հույս ունեմ կհիշեք ով մասնակցել է դասերին։ Բայց հա, այսքանը մեր ռեգրեսիայից որպես պրակտիկ խորհուրդ միշտ արքառակուսին ներառեք, MS-ին նայեք, որտեղ կարևոր է, MI-ին նայեք, որ հասկանաք, ասենք, ինչքան տարբերություն է տալիս բանի առումով, outlier-ների առումով, լավ կլինի նաև այս կոռելացիաները մեջը դնեք օգտագործեք ու գրաֆիկներ գծեք։ Այսքանը կարա եկագործ թվա որպես, բայց մի անգամ սիրուն ֆունկցիա եք սարքում, ես կարամ հետո իմ սարքած օրինակ ուղարկեմ ձեզ GitHub-ումս դրածա։ Բայց կամ այսօրվա դրությամբ cloud code-ին ասում եք մի հատ ընտիր բան սարքի, մի հատ դուք ստուգում եք, որ ճիշտ լինի ու շատ կարևոր է, որ լավ ստուգեք, որտեվ ձեր հատակասախ որոշումները դրա հիմքով են լինելու։ Ու ուղղակի արդեն ամեն անգամ վազացնում եք, ստուգում եք, ըստ դրա արդեն հասկանում եք ինչ անեք հարյուրթը։ Բայց նաև որ տենց չափից շատ պերեբոր չլինի, մտքում պահեք մի քանի, ասենք, մի հատ մետրիկա, որ ըստ դրա եք որոշում կայացնում։ Որտեվ եթե օրինակ ուզում եք ալգորիթմիկ ինչ-որ ցիկլ ֆրակ բաներ փորձեք տարբեր ու մեջից ընտրեք լավագույնը ասեք, այդտեղ արդեն ձեզ պետք է լինելու ամեն ինչ բերել ինչ-որ if պայմանի։ Իսկ ձեր if պայմանը դժվար թե կախված լինի նրանից, որ արի նայեմ աչքով հասկանամ ինչն է։ Բայց այս evaluation-ը
ոնց որ ինքը կարա զոր լինի, կարա գլխացավ լինի, բայց ինքը շատ կարևոր է ճիշտ անել, էլի։ Ու ինքը նաև այն բաներից է, որ էլի ըստ ասենք internship-ի դիմորների փորձի բանմանի ամենաստանդարտ սխալներից է մարդիկ որ անում են, էլի, այտենց տեղը տեղին ուշադրություն չեն դարձնում evaluation-ին։ Օրինակի համար ինչ որ եղելա task ունենանք, որ բանա պետք անել, բացատրել ինչ որ feature-ների էֆեկտ, այսինքն այդտեղ մոտեցումներից մեկն է, որ մոդել է սարքում, հետո այդ մոդելի գուշակությունները բացատրում ես, բայց մարդիկ չեն խորացնում այն այդ մոդելը ընդհանրապես լավն է թե չէ։ Այդ կարգին evaluate անեն, հասկանան մոդելի ասածը ընդհանրապես արժի բանի տեղ դնել, հետո մտածել թե այդ ասածը ոնց լավ հասկանալ։ Դրա համար իրոք պետք է շատ զգուշ լինել evaluation-ի հետ, ու որպես խորհուրդ կարաք ցանկացած պրոյեկտ սկսելուց առաջի քայլը մտածեք, ասեք, բա ոնց եմ evaluate անելու սա։ Նույնիսկ ասենք պրոյեկտ ա եղել հենց վերջերս, այնտեղ բան evaluation set-ի գաղափար չկար, սկզբից հենց կլիենտին ասել ենք, մեզ ինչ որ մի հատ set-ա պետք, որ դրա վրա կարողանանք գնահատենք ինչքան է լավ աշխատում մեր մոդելը, ու տենց լավ ձգվել է մինչև այդ set-ը ունենանք։ Ոնց որ մենք ներքին մերը փորձել ենք ունենալ, բայց կլիենտի տեսանք ինձ է իրան պետքա մի հատ ինչ որ բան, որ այդ ինչ որ բանի վրա ասես, հիմա այսքան է որակը։ Վաղը փորձ գործ անես թարմանա արդյունքները, ասես լավացել է այսքանով։ Ասես գիտես ինչ կլիենտ ջան, եթե ավելի թանկ լուծում ես ուզում, ասենք ավելի լավ մոդել ես ուզում կամ ավելի երկար աշխատող, այսքան կարա մոտենա ավելանա բան արդյունքը ըստ այս փոփոխության օրինակ։ Շատ կարևոր թիվ է մի խոսքով։ Մենք մեր ներքին գործից դուրս ում հետ խոսանք, խոսալու ենք sense բաների մասին, էլի։ Նկատեմ ինչ որ տեխնիկական հենց մեր թիմից դուրս, նաև թիմի ներսում։ Հոդվածը դուրս գալիս, սա նայում են evaluation մետրիկաները ոնց է, benchmark-ների վրա արդյունքները ոնց է։ Այդտեղ մի բան սխալ անենք, սա գնում է ջուրը։ Մի խոսքով ուզում ասեմ, խնդրում եմ հավատացեք, որ ահա որ կարևոր է։ Մի քիչ դժվար է դրան հավատալ, երբ որ ամեն թեմայի վերջում ասում եմ, այս թեման ահա որ կարևոր է, բայց իրոք ոնց որ ամենաների շարքի մեջ ենք էլի հիմա թեմաների։ Հա։ Դրա համար նաև կխնդրեմ մի հատ լավ ջիգարով մտածեք, տեսնեք հարց կա թե չէ։ Նաև կխնդրեմ այն մարդկանց, ովքեր տենց ծերից ծեր ուշադիր լսում էին դասը, ես խորհուրդ կտամ հետո մի հատ թերթեք սլայդերը, որտեղ 2 ժամ ուշադրությունը լավ բարձր պահելը հեշտ գործ չի։ Ես ասենք իմ վրա արդեն զգում եմ, որ տենց մի քիչ հոգնած եմ խոսում ու բան։ Գուցե ինչ որ կետեր, որ սկզբում պլանավորել էի ավելի էնտուզիազմով ասեի կամ ավելի շատ ակցենտ դնեի, արդեն մոռանում եմ լսելու տեսանկյունից էլ ավելի դաժան կարա լինի էլի։ Հա, Նեցա, հիմա ստոպ տամ, մի հատ հավեսով մտածեք, տեսեք հարց մարց կա թե չէ։ Եթե չկա, շաբաշ։ Ու 5 շաբթի կհանդիպենք արդեն գործնականի։ Ես էլ կաշխատեմ այսօր կայքում արդեն ավելացնեմ բան։ Այն թե գործնականի ժամանակ ինչ ենք անելու, որ եթե ժամանակ ունենանք, նախապես նայեք ու նաև կսարքեմ բան Google Form։ Google Form-ով ուղղակի ստուգեք ինչքանով եք հասկացել գաղափարները։